Եթե Հայաստան եկած ադրբեջանցիները վերադարձել էին ու իրենց ռեպորտաժներում Երևանը ներկայացնում էին Երևան, Հայաստան, Արևմտյան Ադրբեջան, սրանք վերադարձել են ու խոսում են ադրբեջանական խոսույթով։ Պատերազմը Ադրբեջանի համար ավարտվել է, Հաջիևն է ասել։ Ալիևը Սևանը չի անվանել գյոչա, տարածքային պահանջներ չունեն։ Ժողովրդի հիմնական հարցերն են։ Բա որ տարածքային պահանջ չունեն։ Հայաստանը ինչու են անվանում Արևմտյան Ադրբեջան։ Բա որ պատերազմը ավարտվել է ու խաղաղություն են կառուցում։ Ինչու կան գերիներ։ Ասում են գերիներին չեն տեսակցել, դա իրենց համար առաջնահերթություն չի եղել։ Դե իհարկե, ինչքան գերիները Նիկոլի համար են առաջնահերթություն, այնքան էլ նրա պատվիրակների համար կլինեին։ Պատկերացնում եք, Հայաստանում լինեին ադրբեջանցի գերիներ, այն էլ նախագահ, գեներալներ, ադրբեջանցիներ գային Հայաստան, պաշտոնական պատվիրակություն ու նրանց չհանդիպեին։ Ինչ կանեին նրանց հետ Բաքվում, հենց վերադառնային։ Արցախցիների վերադարձի իրավունքի մասին էլ չեն խոսել, դա էլ առաջնահերթություն չէր։ Հայաստանի տարածքի օկուպացիայից էլ չեն խոսել, դա էլ առաջնահերթություն չէր։ Որ սահմանապահ շրջանի գյուղացիները չեն կարողանում հող մշակել Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, դրանից էլ չեն խոսել։ Լավ, բա ինչ եք խոսել։ Գրել են, քննարկել են համատեղ նախագծեր, մեդիա ոլորտում համատեղ աշխատանք են պայմանավորվել անել։ Կարճ ասած քարոզ։ Իշխանական մեդիայից Զաթո թրքասիրության քարոզը չռում է։ Լավն այն է, որ հանրության մոտ դրական արձագանք չունի, չի էլ ունենալու։ Երևի սրանց ուղեկցող չի եղել, թե չէ կարծում եմ Ալիևի գերեզմանին էլ կգնային ծաղիկ դնելու, շեհիդների պուրակ էլ կգնային։